2023 թվականի ապրիլի 20-ին մեզ սպասվում է բավականին նշանակալից մոլորակային իրադարձություն Արևի խավարում Խոյ նշանով։ Այն հնարավոր կլինի դիտարկել Հնդկական օվկիանոսի հարավ-արևելքում, Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Նոր Զելանդիայում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում, բայց նույնիսկ եթե ես եւ դուք չկարողանանք դիտել խավարումը, մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ իրադարձություններ է այն պատրաստում։ Ի վերջո խավարումներին անհնար է դիմակայել։ Արևի խավարում փոփոխությունների սկիզբ եւ նոր իրադարձություններ։ Այսպիսով, Արեգակի խավարումը 2023 թվականի այս տարվա առաջին խավարումն է, բացվում է խավարման առաջին միջանցքը։ Դա տեղի ունենում նորալուսնի օրը։ Դրա համար էլ դա սկիզբ է, նոր շրջան, նոր բան մեր կյանքում։ Բայց ոչ միայն սկիզբը, խավարումը կլինի Խոյի նշանով, եւ սա կենդանակերպի առաջին նշանն է։ Խավարումները ուղղակիորեն կապված են լուսնային հանգույցների հետ, եւ դրանց առանցքը կփոխվի արդեն հուլիսի կեսերին։ Հենց այդ ժամանակ ավելի պարզ կդառնա, թե որ ուղղությամբ շարժվել։ Եվ հիմա միայն փոփոխությունների սկիզբն է, դեռևս հստակություն չկա, թե ինչի համար է այս ամենը եւ ինչի կհանգեցնի, բայց ամեն դեպքում սկսվում է կյանքի նոր ցիկլը, նոր գալիք իրադարձությունների սկիզբը եւ առաջին արդյունքները կարող ենք տեսնել մոտակա 6 ամսում։ Կարելի է նույնիսկ ասել, որ մենք հիմա չենք կարող կասեցնել փոփոխությունները, բայց մենք կարող ենք հետևել ճանապարհին։ Ի վերջո յուրաքանչյուր իրադարձություն հենց այնպես չի լինում։ Այն ինչ որ բանի համար է անհրաժեշտ եւ մեզ ինչ որ բան է սովորեցնում, ստիպում զարգանալ, առաջ գնալ։ Հենց Խոյի նշանով է, որ հյուսիսային լուսնային հանգույցը շուտով կանցնի։ Սա զարգացման նոր վեկտոր է, մեր նոր առաքելությունը առաջիկա 2 տարիների համար։ Ինչ է պետք, որ իմանանք։ Խոյ նշանի Արևի խավարումը մեզ հուշում է, թե ինչ նոր որակներ պետք է զարգացնենք եւ դրսեւորենք ցանկալի արդյունքի հասնելու համար։ Խոյ նշանն ասում է, որ դուք պետք է ավելի վճռական գործեք եւ ոչ թե պարզապես գործեք, այլ ձգտեք արդյունքի, հաղթանակի։ Խոյին կառավարում է Մարսը, պատերազմական մոլորակ, ինչը նշանակում է, որ դա հեշտ չի լինի։ Խավարման կարգախոսն է գործել, ձգտել նպատակին հասնել եւ հաղթել։ Խոյը սեփական դիրքը, կարծիքը պաշտպանելու կարողությունն է։ Խոյը կրակի նշան է, ուստի բոլորս պետք է կրակ վառենք մեր ներսում, սովորենք լինել անվախ, չվախենանք մեծ քայլեր անելուց։ Խոյը սովորաբար երկար չի մտածում, բայց անմիջապես շտապում է առաջ։ Խոյերի համար արագությունը կարևոր է, ով ժամանակ չուներ, նա ուշացավ։ Խոյն իր բնույթով առաջնորդ է, ինչը նշանակում է, որ մեր առաջնորդի որակները կփորձարկվեն ուժի համար, մենք կդիմանանք, մենք կարող ենք պաշտպանվել։ Փաստորեն գլոբալ մասշտաբով կարող է լինել նաև քաղաքական առաջնորդների փոփոխություն։ Միայն հարցն է, նրանք իրենց կամքով կհեռանան, թե տեսնենք։ Խոյ նշանը խրախուսում է մեզ հստակ ձևակերպել մեր կարծիքը, հստակ սահմանել մեր ցանկությունները, մեր դիրքը կյանքում եւ մեր սկզբունքները։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշան այն կունենա իր հատուկ տարածքում։ Խոյը եսասեր է, սիրում է իրեն։ Այսպիսով այն ամենը, ինչ մենք կանենք առաջին հերթին մեր անձնական շահի համար, բայց կարևոր է չպնդել ուրիշների հաշվին։ Խավարումները բերում են փոփոխություններ, որոնք դժվար է կանխել։ Պատմությունը ցիկլային է եւ իրադարձությունները կարող են նման լինել, բայց ոչ բոլորովին նույնը։ Հիմա ամեն ինչ մի փոքր այլ կերպ կլինի։ Ինչ որ բան դեպի լավը փոխելու ավելի շատ շանսեր կլինեն։ Քանի որ Խոյի նշանում խավարման պահին Յուպիտերը մոլորակը դեռ գտնվում է մեծ հնարավորությունների մոլորակը, տիեզերքի մեծ բարերարը։ Հենց խավարման օրը Արեգակն ու Պլուտոնը մոլորակները կլինեն լարված ասպեկտում, քառակուսի, սա շահերի բխում է։ Համաշխարհային մասշտաբով փոփոխություններ են սկսվում եւ ես ուզում եմ եւս մեկ բան ավելացնել։ Համոզվեք, որ ձեր էներգիայի մի մասը ուղղեք սպորտին։ Եթե չեք կարող վազել, լողալ, եթե չեք կարող լողալ, պարզապես քայլեք։ Թող լինի ցանկացած շարժում, բայց որքան հնարավոր է, շարժվեք։ Ի վերջո, ինչպես գիտեք, շարժումը կյանք է։ Այսպիսով եկեք սկսենք նոր ցիկլը օգտակար ցիկլով։ Այսպիսով Արևի խավարումը կյանքի նոր շրջանի սկիզբն է, որն առաջին պլան է մղում այդ ոլորտը եւ նրա մեջ եղած գործերը, որոնցում ժամանակն է ինչ որ բան փոխելու։ Իսկ խավարման նշանը խոսում է այն հատկանիշների մասին, որոնք պետք է օգտագործել ու զարգացնել։ Խոյերի որակները կարելի է նույնացնել Ռիչարդ Բրենսոնի հայտնի արտահայտության հետ. դժոխք ամեն ինչի համար, վերցրեք այն եւ արեք այն։ Խոյն անկախ է, համարձակ, միշտ գտնում է իր ճանապարհը։ Նրա հիմնական թերությունն այն է, որ կարող է չավարտել սկսածը, եւ ահա որտեղ դուք չեք կարող վերադառնալ։
այն մասին, թե որ ոլորտում պետք է սովորեք լինել վճռական, եռանդուն, որտեղ պետք է ընտրություն կատարեք եւ դադարեք կասկածել։ Մենք կպատմենք հետեւյալ կանխատեսումներում։ Դե իսկ մենք շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք հետաքրքիր հորոսկոպ, թե կենդանակերպի որ նշաններն են հաճախ ունենում փողի հետ խնդիրներ։ Աստղաբանները պատմել են, թե կենդանակերպի որ 3 նշաններն են անընդհատ փողի հետ կապված խնդիրներ ունենում։ Կայուն ֆինանսական դիրքը կախված է ոչ այնքան եկամտի մակարդակից, որքան հասանելի միջոցները տնօրինելու կարողությունից, եւ սա ըստ աստղաբանության ձևավորվում է ծննդյան բահին։ Հենց այդ պատճառով է նույն ժամանակահատվածում ծնվածների մոտ այդքան շատ նմանատիպ հատկանիշները։ Աստղաբանները պատմել են, թե կենդանակերպի որ 3 նշաններն են անընդհատ փողի հետ կապված խնդիրներ ունենում։ Նրանք չգիտեն, թե ինչպես վարվել ֆինանսների հետ եւ ավելի հաճախ, քան մյուսները, ապրում են իրենց հնարավորություններից դուրս։ Կշեռքները փողի հետ կապված մշտական խնդիրներ ունեն։ Փողը քամուն են տալիս։ Այսպես կարելի է բնութագրել կշեռքների վերաբերմունքը ֆինանսների նկատմամբ։ Նրանք անհարկի ծախսողներ են եւ անլուրջ։ Պատրաստ են տրվել պորտկմանը եւ վերջին միջոցները տալ ինչ որ անկարևոր իրի համար։ Նրանք հեշտությամբ եւ ուրախությամբ ծախսում են ցանկացած գումար։ Կշեռքների համար շատ ավելի դժվար է գումար աշխատել։ Նրանք հազվադեպ են հաճույք ստանում իրենց հիմնական աշխատանքից։ Զույգի մեջ նրանք նախընտրում են տնային գործերով զբաղվել, հնարավորություն տալով զուգընկերոջը ապահովել ընտանիքի կարիքները։ Աղեղնավորների համար բնութագրական է ծայրահեղությունը։ Աստղաբանները նշում են, որ կենդանակերպի այս նշանն ունի 2 դրամագծորեն հակառակ ռազմավարություն։ Օրինակ, աղեղնավորը կարող է մոլի աշխատասեր լինել, շատ վաստակել եւ խնայել։ Ինչու՞մն է խնդիրը։ Այն կայանում է նրանում, որ նա չի կարողանա կառավարել փողը։ Աղեղնավորը կկուտակի այն, բայց կհրաժարվի ավելորդ ծախսերից, այսինքն հանուն փողի փող աշխատելուց։ Մյուս ծայրահեղությունը նյութականի նկատմամբ արհամարանքն է։ Այս դեպքում աղեղնավորները կվաստակեն միայն տարրական կարիքների համար եւ չեն փորձի ավելիին հասնել։ Ձկները հաճախ փողի հետ կապված խնդիրներ են ունենում։ Փակում է այս եռյակը կենդանակերպի շրջանի վերջին ներկայացուցիչը։ Ձկներին չափազանց խանգարում է իրենց ինֆանտիլությունն ու անլրջությունը։ Հենց այդ պատճառով նրանք ավելի հավանական է, քան մյուսները աշխատավարձը ստանալուց հետո առաջին օրերին ծախսեն գրեթե ամբողջ գումարը, իսկ հետո ապրեն կոպեկներով։ Երկրորդ խնդիրը կապված է նրանց միամտության ու դյուրահավատության հետ։ Ուստի ձկները հաճախ ընկնում են խաբեբաների թակարդը, դառնում անբարեխիղճ գործընկերների զոհ։ Թերևս այսքանն ենք պատրաստել։ Շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար։ Եթե հավանեցիք հոլովակը, խնդրում ենք բաժանորդագրվել ալիքին։